հենց ռեկի կոճակը սեղմում եմ, մի տեսակ կորցնում եմ խոսելու ունակությունը, բայց այն օրը մի հատ դեպք պատահեց, ռեստորանում ինչ-որ մի պահ երաժշտություն դադարեցրել էին ու մի հատ կին իր հեռախոսը թերթում էր, մեկ էլ լսեմ այն ձայնը, կարմրում եմ, կապտում եմ, հետո ասում եմ, եթե կես միլիոնից ավելի մարդ ամեն վիդեոն տեսնում ա, նայում ա, մի տեսակ այնքան վատ ա, որ ձայնդ լսում են, բայց քեզ չեն ճանաչում ու մեկ-մեկ փորձում եմ, հա, գոնե այս փոքր լսարանի հետ, այդպես դեմքով էլ երևա։ Երբ որ դու հոլովակների մեջ չես երևում, նկատել եմ մի բան, որ մարդիկ ավելի շատ են ոգևորվում եւ ավելի հեշտ են իրենց սրտի չարությունը թափում այդ կոմենտների մեջ։ Շատ եմ կոմենտների մեջ կարդում, այսպես կիսածաղրական բաներ ու ականջից ծայրով էլ լսում եմ։ Մերին ասեց կիսուր, բայց ինքը կիսուր դեռ չունեմ։ Թույլ կտամ ինձ այսպես ասեմ, տաղանդ ունեմ, կարողանում եմ սցենար գրեմ, որպեսզի մարդուն այդ ապրանքը կամ ծառայությունը հետաքրքրի։ Ու իրականում հետաքրքրի, ոչ թե ուղակի նայի եւ անցնի։ Գիտեք ինչ, շատ դժվար է ինչ որ մի ապրանք ներկայացնել այնպես, որպեսզի մարդը գնա եւ գնում կատարի հենց դա, որովհետեւ շուկան շատ լիքն է ամեն ինչով։ Հնարավորությունները շատ ավելի մեծ են ու շատ մարդիկ կոպիտ ասած նստած չեն սպասում, որ իմ գովազդից ինչ որ մի բան տեսնեն ու գնեն։ Դեմ չարախոսներ շատ կան, բայց գնահատողներ էլ շատ ունեմ։ Ես շատ ուրախ եմ այն մարդկանց ունենալու համար, ովքեր որ իմ կողքին են իրականում, ոչ թե այստեղ ծափահարում են, այնտեղ քարկոծում ու ինչ որ բաներ են ասում։ Այդ չգիտեմ, մերսի գովազդն էլ որ տեսնում են մարդիկ, գնաց ասեց, օ շնորհակալ եմ, որ դու կաս, դա իրականում ոչ իր մաման է, ոչ իր ամուսինն է, ոչ իր կինն է։ Դրանք ուղղակի դերասաններ են, ովքեր որ ինչ որ մեկի գրած սցենարով խաղում են այդ գովազդի մեջ։ Ես էլ իմ տեղը գրում եմ գովազդի սցենար, մտածում եմ, ներկայացնում եմ։ Եվ դա առհասարակ ոչ մի առնչություն չունի իմ անձնական կյանքի հետ։ Խնդրում եմ կոռեկտ լինել թե կոմենտներում եւ թե իրար ինչ որ խոսքեր փոխանցելուց։ Ամեն ինչ ինձ հասնում է, ես տեսնում եմ եւ լսում եմ։